Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է եւ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ այժմին մեզ հետ եք։ Այսօր մեկնարկում է Մյունխենի անվտանգության համաժողովը, որին մասնակցում է պետությունների եւ կառավարությունների 60 ղեկավար։ Կիևից չեն հաստատել Տրամպի այն հայտարարությունը, որ ռուսների հետ հանդիպելու են Մյունխենում։ Ինչ սպասել այս համաժողովից։ Բոլորը շատ լարված հետևում են այս ամբողջ օրերին, այս ամբողջ իրադարձություններին, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին, Թրամփ-Զելենսկի, Զելենսկու արձագանքը, ինչ սպասել Մյունխենից։ Մեծ հաշվով Մյունխենը հիմա լինելու է քննարկում, թե ինչպիսի մղձավանջ է ստեղծել Տրամփը միջազգային հարաբերություններում, որովհետև իշխանության գալուց հետո, չնայած որ ինքը իշխանության է եկել հիմնականում ներքին տնտեսական իրավիճակը բարելավելու լոզունգներով, ներքին տնտեսական իրավիճակը, եթե հետևում եք ամերիկյան ԶԼՄ-ներին, տեսնում եք, որ գնալով վատանում է, այդ թվում ինչ-որ սոցիալական խնդիրներ են առաջանում, ոչ միայն միգրանտների, ասենք բնակչության աշխատավոր ժողովրդի, այն ժողովրդի, որը իրան ձայնա տվել։ Իսկ միջազգային հարաբերություններում Տրամփը ստեղծեց մի ահավոր վիճակ, որը ավելի շուտ բնորոշ կլիներ, ես հիշում եք, չէ, ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը տրամպիստ է։ Այ պատկերացրեք Նիկոլ Փաշինյանն է Ամերիկայի ղեկավարը, բայց Տրամփը Նիկոլի պես վախկոտ չի, հետևաբար ինքը տենց շարունակում է ու տենց ապլոմբով այդ նույն անիմաստ եւ անհեթեթ հայտարարությունները կրկնում է, տանում է, մարդկանց փորձում է ճնշել, դա։ Այսինքն եթե ընտրությունների ժամանակ ինքը հայտարարել, որ ինքը պատրաստվում է Գազայի հատված ամերիկյան զորքեր մտնել կամ Գազայի հատված առնել կամ ընդհանրապես խառնվել Իսրայել-Պաղեստինյան կոնֆլիկտին ֆիզիկապես ներգրաված լինել, խիստ կասկածում եմ, որ ինքը ձայն կհավաքեր։ Սա փաստ է։ Այսինքն, որտեղ ամերիկյան ընտրողին, մենք հիշում ենք հարցումները, հետաքրքրում է տնտեսական վիճակը։ Հիմա եկել է տնտեսական վիճակի բարելավումը հանձնել է Մասկին, որը առանձնապես հայտնի չի տնտեսական լավ բաներով, առաջադեմ լուծումներով։ Ինքը իհարկե ամենահարուստ մարդն է, բայց դա բորսայի խաղի հետևանքով, ոչ թե նրա հաշվին, որ իր գործարանները կամ իր կորպորացիաները շատ էֆեկտիվ են եւ շատ արդյունավետ են աշխատում եւ այլն։ Այսինքն ինքը ուղղակի բորսային տենց շուտ ներդրողների փողերով առաջ գնացող մարդ։ Դրա համար Մյունխենը, որը կոչվում է պաշտոնապես անվտանգության կոնֆերանս, ինձ թվում է ամբողջությամբ նվիրված կլինի նրան, թե ինչ Տրամփը արեց եւ ասեց եւ պատրաստվում է անել, պատրաստվում է արդյոք թե ոչ Պաղեստինում, Գազայում, որտեղ ոնց որ թե Ամերիկայի ղեկավարը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ֆինանսավորել էթնիկ զտումներ իր ռազմական հանցագործ Բենյամին Նետանյահուի հետ եւ Բենյամին Նետանյահուն, որը ռազմական հանցագործ է եւ Հաագայի տրիբունալը իր համար առանձին ինչ-որ որոշում ունի, Տրամփը Հաագայի տրիբունալի վրա որոշեց մտցնել պատժամիջոցներ, այսինքն սա նշանակում է ամբողջական ինքը գնում է ոչ միայն դաշնակիցների դեմ, Կանադան, Մեքսիկան, Եվրամիությունը եւ այլն, որը որ հայտնի է, սա տնտեսական ինչ-որ բաներ են, այլ նաեւ միջազգային կառուցվածքային ինստիտուտների եւ միջազգային հարաբերությունների ամենակարևոր գործոնների դեմ, օրինակ որ ցեղասպանություն անել չի կարելի։ Սա հիմքում էր ընկած միջազգային հարաբերությունների եւ իդեպ այնպես էր, որ Հոլոկոստը եւ մեծ եղեռնը դրա ոնց որ պատճառներն էին, որ միջազգային հանրությունը ՄԱԿ-ի մակարդակով որոշեց, որ դա անթույլատրելի է։ Այն որ հիմա Իսրայելը մեղադրվում է նմանատիպ բաներին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան հայտարարում է, որ ինքը պատրաստվում է այդ էթնիկ զտմանը աջակցել, առնվազն խոսքերով, սա ֆանտաստիկ հարված է միջազգային հարաբերությունների այսօրվա կարգավիճակին։ Երկրորդ հարցը, որը բանը, դա իհարկե Տրամփը եւ ՆԱՏՕ-ն եւ Տրամփը եւ Եվրամիությունը, որտեղ որ հակամարտությունը դուրս է գալիս ֆանտաստիկ բարձր մակարդակի, որովհետեւ հայտարարությունները, որ մենք պատրաստում ենք գրավել Գրենլանդիան Դանիայի մաս է, իսկ Դանիան կներեք ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիության երկիր է,
Եվ սա շարունակաբար տեղի է ունենում եւ հայտնի է ինչա տեղի ունենում, որովհետեւ իր տնտեսական պատասխանատու մասը հանդիսանալով հայերեն չգիտեմ դա ոնց է կոչվում սառանչա։ Ինքը ունի պրոյեկտներ, իր պրոյեկտների համար իրան անհրաժեշտ են շուրջ մետաղներ, հանածոներ, որոնք ըստ գնահատականների կան Գրենլանդիայում եւ ըստ Տրամպի կարծիքի կան նաեւ Ուկրաինայում, այդտեղ գալիս ենք սրան, հա։ Եվ որոշել են, որ ինքնին պետք է Գրենլանդիան վերցնեն։ Իրականում դրանով է կապված նաեւ Կանադան, որտեղ Կանադայում էլ կան դրանք։ Եվ դրա համար է այդ հայտարարությունը։ Եվ քանի որ Մասկը հասկանում է, որ ինքը բեդովլատ է եւ հաջորդ կառավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ հավանականությամբ իրան քրեական հետախուզման տակադնելու կարող է ընդհուպ մինչև նստածնեն ծմաղ, որտեվ արդեն իսկ արածները, օրինակ հույժ գաղտնի տեղեկություններին, որի իրավունքը ինքը չունի, ինքը հույժ գաղտնի տեղեկություններին ստացել է դիտելու իրավունք հրամանով Տրամպի, չնայած որ կոնգրեսով արգելված է։ Եվ այնուհետ դա իր արդեն հրամանով տվել է ինչ-որ պրեշիկոտ 18-15 տարեկան երեխեքի։ Այսինքն ինքը ոչ միայն ինքը իրավունք չունի, դա մի հանցագործություն է, ինքը ծանոթանալուց բացի նաև երրորդ անձանց է դա փոխանցել, որը ավտոմատ կերպով իրան սարքում է պետական հանցագործ։ Իրան շատ արագ է պետք է ամեն ինչ անել, հա, ինքը արագ պետք է յուրացնի։ Այս բոլոր հիմարությունները, որը Տրամպը անում է, իրանք մեծ հաշվով գալիս են նրանից, որ ժամանակ չի մնացել, որ ինքը, ասենք, բավականին մեծ ժամանակահատված կորցրեց Բայդենի շնորհիվ, եւ իրան մնացել է 4 տարի։ Եթե ինքը 2 տարում չկարողանա ապահովի տնտեսական նորմալ իրավիճակ, իսկ ինքը չի կարողանում, արդեն չի կարողանում, ինքը մեծ հավանականությամբ կոնգրեսի ընտրություններում կստանա ավելի քիչ ձայն, քան հիմա, այսինքն կարող են կորցնի մեծամասնությունը, կամ կոնգրեսում, կամ սենատում, որտեղ սենատի 1/3-ն է 2 տարի հետո փոխվելու եւ կոնգրեսը ամբողջությամբ։ Սա այն դամոկլյան սուրն է, որը կախած է իր վրա։ Հիմա Եվրամիությունը ակնհայտորեն չի վախենում եւ գնում է կոնֆրոնտացիա։ Եվրամիության պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ կամ կարծիքի առաջատարներ, ովքեր այս կամ այն պետությունների ներկայացուցիչներն են Եվրամիության եւ Եվրոպայի մեծ Եվրոպայի, որտեղ մենակ Եվրամիությունը չի, Մեծ Բրիտանիան էլ առանձին, այո։ Որը այսօր իդեպ փակագծերում տեղեկացնեմ, միա դուք ջուր խմեք։ Հա, շնորհակալություն։ Մեծ Բրիտանիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այսօր է հայտնի դարձել, եւ սահմանափակումները ներառում են Միացյալ Թագավորություն մուտքի արգելք եւ ակտիվների սառեցում։ Սա այսպես ցուցադրաբար հայտարարվել է։ Ասեմ ավելին, Մեծ Բրիտանիան եւ Նորվեգիան էլ չի հանդիսանում Եվրամիության անդամ, բայց իրանք էլ ամբողջությամբ կպած են։ Եվ սա շատ կարեւոր է։ Ուրեմն Եվրամիությունը, եթե դուք նայում եք զուտ Եվրամիություն, մի բան է, բայց եթե դուք նայում եք Եվրոպան, այսինքն Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Նորվեգիան բերում կպցնում եք, հանում եք նույնիսկ Տրամպի եւ Ալիևի ջերմ բարեկամ Օրբանին եւ Ֆիցոին, այսինքն Հունգարիան եւ ման, հնայով իրանք ամենից շատ են։ Իսկ բազմազանությամբ տնտեսության կառուցվածքի մարդկային կապիտալով իրանք Ամերիկայից շատ ավելի շատ են։ Այդտեղ խոսքը գնում է արդեն 500 միլիոն մարդու մասին։ Ամերիկան 300 միլիոն, Ամերիկայի 300 միլիոնի մոտավորապես 150, ընդունենք 100 միլիոնը դա երեխաներ են, որոնք դեռ կրթության մասին չեն կարող խոսել, 200 միլիոնի մասին ենք խոսում։ 200 միլիոնի ընդամենը 30%-ն է որ բարձրագույն կրթություն ունի։ Եվրոպայում այդպես չի։ Եվրոպայում շատ ավելի ուժեղ է։ Դա որ մարդկային կապիտալով Եվրոպան, որին որ Հայաստանը պետք է անդամակցի եւ իրականում հիմա դրա մասնիկն է, ուղղակի պետք է դրան ինչ-որ ձևակերպում տան։ Մարդկային կապիտալով Ամերիկային այսինքն փաթաթած ունի ինքն դրած։ Այդ միանշանակ մարդկային կապիտալ Ամերիկայում չկա, որ համեմատական բերեք Եվրոպայի հետ։ Չնայած դրան, Տրամպը շարունակաբար փորձում է բավականին տարօրինակ կերպ հաշվարկ անելով, այն կերպ, որ Զելենսկին յալու է անդրադառնանք հիմա Ուկրաին։ Զելենսկին ստիպված է լինում դա հերքել
շարունակաբար հայտարարում է, որ իրանք 300 միլիարդ դոլարի օգնություն են տվել Ուկրաինային։ Դե ոնց որ առաջին անգամը Զելենսկին կուլ տվեց, երկրորդ անգամը ասեց, չէ, մենք իհարկե շատ շնորհակալ ենք, բայց 1000 ներողություն, մենք ստացել ենք 70 միլիարդ։ Կարող է դուք դուրս եք գրել 300, բայց մենք 70 ենք ստացել։ 3 չառաջորվա, երևի թե որթե 3-վա։ Ինքը ասեց, որ այսօրվա պատերազմը դա 80% Ուկրաինան եւ Եվրոպան են, 20% ԱՄՆ-ն։ Եվ մենք իհարկե շնորհակալ ենք եւ այո ԱՄՆ-ին, ամեն ինչ հարց չկա, այն լրիվ ռևերանսներով եւ բաներով, բայց կներեք էլի առանց Եվրոպայի եւ առանց Ուկրաինայի մեր հարցը չի կարող քննարկվի։ Դուք չեք կարող գնալ այնտեղ Սաուդյան Արաբիայում եւ բունկերային գաճաճի հետ նստեք իմ հարցը քննարկեք։ Առավել եւս չեք կարող դա անել առանց Եվրոպայի։ Իսկ Եվրոպան հայտարարում է, որ Կալասը օրինակ ասեց, որ դե մեզ մեկ է իրանք ինչ կպայմանավորվեն։ Եթե Ուկրաինան որոշումը կռվի, մենք Ուկրաինայի հետ կանգնած ենք մինչև վերջ։ Այնքան, ինչքան Ուկրաինան պատրաստ է կռվել։ Ինչ նշելու ձև կա Թրամփի ձեռքին Ուկրաինայի։ Ոչ մի։ Չէ, ինքը կարա չմասնակցի։ Ինքը կարա ինչ-որ բաներ անի, կարա գումար չտա, բայց հիշում ենք, որ ինքը անցած տարի մոտարապես նախ անցած տարվա նոյեմբերից մինչև անցած տարվա ապրիլը Ամերիկայի Միացյալ Նահանգներից կոպեկ չէր գնում, լումա չէր գնում Զելենսկուն։ Ինչ չի ունի շատ բաներ։ Հիմա չօժանդակել Ուկրաինային եւ գնալ ռուսական ճամբար։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտոնյա, բավականին բարձրաստիճան, ում հետ խոսացել էր The Times-ը, The Times-ը անունը չի տալի, ասում եմ, բայց այդ The Times-ն հասկանում եք, Sunday Times-ը չի, Telegraph-ը չի, The Times-ն։ Հայտարարել էր, որ հաշվի առնելով այս վերջի Տրամփի հայտարարությունները, Զելենսկին պետք է Տրամփի ուղված ուղերձում մեջ բերի Զմեյնի կղզու ծովային հետևակի ձևակերպումը, այո։ Բոլորս գիտենք, այդ են հայտնի ռուսկի կառաբել։ Այսինքն Մեծ Բրիտանիայում տրամադրությունը այդպիսին է։ Եվ դա նշանակում է, որ նույնիսկ այն դաշնակիցը, որի վրա Տրամփը կարող էր հույս դնել, չկա։ Ինչու է սա։ Իրականում Մեծ Բրիտանիան պատրաստ էր երևի թե խաղալ Տրամփի հետ մի դաշտում, բայց իր այդ բանը, Մեյմունը, Մասկը մի օր հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան պետք է թագավորից ձերբազատվի, կառավարությունը ոչնչանա եւ вообще իրանք ով են եղել, իրանք պետք է ամբողջությամբ կատարեն բան։ Դրանից հետո գնաց այն ADF-ի, այսինքն ուլտրա այդ նացիոնալիստական պրոպուտինական կուսակցությանը զումով հանդես եկավ, այսինքն Եվրոպային հասցրեց բանի։ Եվրոպան գիտեք, ինքը միշտ աշխատում է կոնֆլիկտի չգնալ։ Խոհեմություն է։ Իրենք, ասենք, իրանք թագավորների գլուխ են կտրել, չմոռանանք, որ այդ ոչ իրանց պատմությունը մութ է բավականին, հա, ասենք 30-ամյա պատերազմ, 100-ամյա պատերազմ, ասենք քաղաքը վերջնել ամբողջությամբ վառել, նենց չի որ բարի պուպուշ են։ Իրանք ուղղակի այդ ամբեն փուլի մեջով անցել են, հասկացել են, որ այն սխալ է, ճիշտ է սա։ Դրա համար իրանք աշխատում են կոնֆլիկտի չգնալ։ Իրանք աշխատում են այդպես լավ նստենք, զրուցենք, հասկանանք ինչ է, այդպես ինչ-որ բան չի։ Ես Մասկը հասցրեց նրան, որ բրիտանացիք ասում են Պարոն Զելենսկի, դուք զապիսը չունեք, դրեք դու Տրամփը լսի էլի։ Այսինքն մեր հարցը սենց էր, ինչ սпасել Մյունխենում սпасվում անվտանգության համաժողովից, դուք ասում եք անվտանգության համաժողով եւ ոչ միայն իհարկե դուք եք ասում ուրիշներն են ասում ամենավտանգավոր համաժողովը կարող է լինել։ Հետո հասկանում եք շատ վատ է, քանի որ Տրամփի այս հայտարարությունները, որ ինքը Պուտինի հետ խոսած բան, իրանք միանգամից դե ընդունված առաջացրեցին այդ բաները Մյունխենի մասին 36 թվականի Չեխոսլովակիայի գրավման այդ Չեմբերլենի հայտնի փաստաթուղթ, որ ես մեկ-մեկ Նիկոլին եմ ասում, որ ուզում է Չեմբերլեն անի։ Եվ փաստացի մարդկանց մոտ այդ ասոցիացիաները առաջացավ հիմա Ուկրաինայի վրա։ Եվ բոլորը սկսեցին գրել դրա մասին։ Իսկ հետո Տրամփը ասեց, որ հաջորդ օրը իրան թվում էր, որ ուղեց բարելավեց իրավիճակը, ավելի վատ արեց։ Ասեց դե ես ուղարկում եմ Մյունխենում այդ թեման կքննարկեն, հասկանում եք կա մեծ խնդիր։ Տրամփը զիմաստություն եւ սխրատ չճանաչած անձնավորություն է։ Եվրոպական պատմությանը լավ ծանոթ չի։
օրինակ եվրոպական պատմությանը եւ եվրոպական քաղաքակրթական բանին, ինձ թվում է դա ամերիկյան համընդհանուր խնդիր է։ Ծանոթ մարդը երբևիցե նմանատիպ բանակցություններ նույնիսկ չեր անցկացնի Մյունխենում, բայց նույնիսկ եթե ինքը անցկացներ Մյունխենում, ինքը մեկ այլ ձևակերպում կտար, որ չհնչեր, որ մենք Մյունխենում պատրաստվում ենք քննարկել առանց Ուկրաինայի կամ ճնշված Ուկրաինայի պարագայում Ուկրաինայի բախտը ագրեսորի հետ։ Հասկանում եք, դա նշանակում է, որ մարդ ով չի ճանաչում եւ չի կարողանում, սրանում ամբողջ Թրամփն է, իր կորպորատիվ կառավարման բանի մեջ համարվում է ընդհանրապես մոտեցման մեջ, այդ բոլոր իմիջային կտորները, ու բացի իհարկե, որ կարմիր փողկապ պետք է լինի բան սենց, այդ ոչ թե արտաքին, որը իրականում իմիջային չեն, հոգեբանական են, հանրության հետ այդ հարաբերություններում այդ բոլոր բաները համարվում են անիմաստ։ Այսինքն դա ինչ է, դա պետք է ճնշի։ Տեսեք, ինքը հայտարարում է, ինչ-որ թե հաջորդ օրը կարա ուրիշ բան հայտարարի, որովհետև ինքը հայտարարում է, տեստ է անում, ինչ արձագանք կլինի եւ ամեն անգամ իր վարկանիշը ինչ դում է։ Այսօրվա դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարկանիշը ոնց որ Պուտինը արեց այնպես, որ Ռուսաստանի հանդեպ դրական կարծիք արտահայտող մարդը դիտարկվում է որպես հանցագործից 5 րոպե պակաս, որովհետև հաջորդիվ դու հարցնում ես, իսկ ո՞նց ես դու վերաբերվում օրինակ ծննդատների ռմբակոծությանը, եւ ինքը ընկնում է կլինչի մեջ, ինքը չի կարող ասի, չի, ասում է, դե Ռուսաստանը այդքան վատը չի, ասում ես, իսկ Ղրիմումն է, ինքը մի կլինչ, երկրորդը ասում ես, իսկ որ ռմբակոծում են ծննդատունը դա նորմալ է, ու կամ մարդը գնում է արդեն դեպի անդունդը, ասում է, հա, լավ է, բան, դու հասկանում ես, որ կամ ծալապակաս է, կամ գործակալ է։ Հիմա նույն բանը անում է Տրամփը, որտեղ դժվար է ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը իր դաշնակիցների հանդեպ, չեմ ասում, մնացածը նայում ենք, ես մի կողմ ենք թողում, իր դաշնակիցների հանդեպ իր քաղաքականությունը ճիշտ է, մարդ չկա ով ասի հա։ Իսրայելի օրինակն են բերում։ Ասում են, տեսեք ինչ լավ դաշնակից է Իսրայելի համար Միացյալ Նահանգները։ Բայց Իսրայելը բան է, իժդիվենից է, ձրիակիր է։ Այսինքն Իսրայելը ոչինչով չի կարող օգնի ԱՄՆ-ին։ Ինքը ուղղակի նստած է ԱՄՆ-ի ռեսուրսի վրա, Պուերտո Ռիկոյի նման։ Իսրայելը կարող բանակ էլ չունենա մեծ հաշվով։ Ինքը ամբողջությամբ նստած է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռեսուրսի վրա, ավելին հիմա Նետանյահուն հասկանալով, որ ինքը ոչնչացրել է Իսրայելի վարկանիշը, տնտեսությունը եւ ապագան մեծ հաշվով, որտեվ ունեմ տվյալներ, շփվում ենք մարդկանց հետ, ասում են, դե հենց պատերազմական իրավիճակը բարձավ, մենք գնում ենք ստեղից։ Այսինքն երիտասարդության արտահոսքը առանց դա շատ էր։ Հիմա ավելանալու է։ Եվ փաստորեն Իսրայելը ինչ է ուզում, այս պատերազմը կախի Ամերիկայի վզին։ Որտեղից է Գազայի հատվածի վերականգնումը ծնվել Տրամփի մոտ։ Կախում են Ամերիկայի վզին, ասում են, դե դու վերցրու վերականգնի։ Հասկանում եք, Էրդողանն ասում է, դե տենց մի անեք, հանրաքվե արեք, ես կվերցնեմ։ Դե Թրամփը մենակ չէ, դուք բերեցիք Նիկոլ Փաշինյանի օրինակը, Նիկոլ Փաշինյանը երևի թե չունի իր կողքին Իլոն Մասկ։ Թրամփը ուղղակի ուրիշ անուն ազգանուն ունի ու համապատասխանաբար ինչքան Նիկոլը Տրամփ չի, այդքան այդ Նիկոլի կողքի Մասկ չի։ Լավ, հարցս հետևյալն է, կարող է պատահել, որ այս Մյունխենում, դե իհարկե մենք չենք կարող դեռ պետք է իրադարձությունները տեսնենք ոնց են զարգանում, բայց Թրամփը ուզում է նաև Մյունխենում ցույց տալ, որ դոմինանտ երկիրը Միացյալ Նահանգներն են։ Տեսեք, Պաղեստինի հարց եմ լուծում, այս Ուկրաինայի հարց եմ լուծում։ Ինքը շատ կցանկանա, բայց ինքը եկել է, տեսեք, դա կանցնի այդ այն որ սենց դեմքով կանգնած սենց խոսում է։ Դա կանցնի ռեդնեկների մոտ, այսինքն բարձրագույն կրթություն չունեցող, զիմաստություն եւ սխրատ չիմացող, Ալաբամա, Օհայո, Օկլահոմա, բան Տեքսաս, հիմնականում վատ կրթված կամ անգրագետ մարդկանց մոտ։ Նորից եմ ասում։
Եվրամիությունը, Եվրոպան եւ մեծ հաշվով ամբողջ աշխարհը, այդ թվում Հնդկաստանը, հա, որովհետեւ դրանց էլիտայի զգալի մասը, նույնիսկ Թուրքիան, իրանց վերնախավի զգալի մասը կրթություն ստանում եվրոպական կամ բան բուերում, իրենք բարձրագույն կրթություն ունեն։ Դու չես կարող գաս որոշում կայացնողների քարանձավը մտնես, որտեղ նստած են որոշում կայացնողները, ասենք։ Իրանք ամեն ինչ գիտեն։ Իրանք քո մասին է ամեն ինչ գիտեն։ Իրանք նույնիսկ գիտեն ոնց է Բիբի Նետանյահուն քո որոշ տեղերից բռնում։ Եվ ինչու։ Եվ ինչու դու ասենք երթունակալությունից ձեռքդ չես դնում Աստվածաշնչի վրա։ Իրանք բոլորը այդ գիտեն, դու չես կարող գաս ասես որ դու դոմինանտ ես։ Այնտեղ նստած են նրանք, ովքեր որոշում են այն մարդը դոմինանտ է թե չէ։ Բայց ինքը իրեն դոմինանտ դեռ զգում եւ համարում է։ Կարելի ասել այդպես։ Հա, իհարկե, ինքը տենց այդ իր խոսելով բանել, ուղղակի խնդրումը նրանում է, որ քանի որ ինքը բանա դեվելոպեր է։ Տեսեք, կառուցապատողները իրանք լավ բիզնեսմեններ չեն։ Կառուցապատողները շատ կարճաժամկետ մտածելակերպ ունեն։ Ես կարող եմ օրինակներ բերել նույնիսկ Երևանի մակարդակով։ Ինչ են անում, լավագույն դեպքում, երբ որ իրանք 3D պրոյեկտը ներկայացնում են, իրանք ներկայացնում են իրանց կառուցված շենքը։ Միշտ տենց է։ Իրանք կողքը չեն նայում։ Դրա համար ասենք Երևանում եւ այլ տեղերում կան շենքեր, որոնք կառուցապատողները սարքել են, որոնք այլանդակություն են, անճաշակության բեղմնավորում, այսինքն բյուրեղացված անճաշակություն։ Առանձին վերցրած, որ անապատի մեջ կանգնած, կարող ասես վաու։ Բայց օրինակ Երևանի կենտրոնում պսևդոմոդեռնիստական ոճով կառուցված շենքը, որը ասենք ասենց մի ահռելի արկրնություն ունի, դա չի նայվում։ Դու նայում ես, ասում ես կառուցողը, թույլտվություն տվողը, բանը սաղ կյանք այսպես ճաշակով ապրեն։ Ասենց սպառությունն ոնց որ չգիտեմ, տապակած կարտոֆիլի վրա խտացրած կատլեցնեն ուտեն։ Այ մոտարապես այդ կարգի անճաշակ բաները։ Հիմա Տրամփը կարող գա ասի, որ ինքը դեմք է, բայց ինքը ունի բացասական առևտրային բալանս Եվրամիության հետ, Չինաստանի հետ, արդեն Կանադայի հետ, ինքն է ասում, Մեքսիկայի հետ, ինքը չունի դրական բալանս։ Իրա միակ բանը այն է, որ ինքը հանդիսանում է ֆինանսական կենտրոն, հա, դոլարը, Նյու Յորքի, Չիկագոյի բորսաները, բայց թե Նյու Յորքի, թե Չիկագոյի բորսաները հանգիստ փոխարինվում են Լոնդոնով, Ֆրանկֆուրտով, Բրյուսելով կամ Փարիզով, մի հատը մի հատի չէ, բայց երկուսը միասին, օրինակ Ֆրանկֆուրտի եւ Լոնդոնի բորսաները իրանք հիմա մեկ կազմակերպության ու մեկ ընկերության մեջ են, տենց կազմակերպության, տենց է ճիշտը, իրանք համատեղ են գործում։ Եվ մեծ հաշվով գումարած Բրյուսելը իրանք հաղթում են Նյու Յորքին։ Եվ մեծ հաշվով, եթե դու դիտարկում ես Եվրոպան եւ ԱՄՆ-ն, մեծ հարց է, թե ով է ավելի դոմինանտ։ Մեծ հարց, որտեղ բազմազանության հաշվին, թե մշակութային ազդեցությամբ, թե նույն տեսեք, որ եթե British Commonwealth-ը ու ֆրանկոֆոնիան գումարեք իրար, հաստատ Ամերիկայից ավելի հզոր են։ Այնտեղ կա նաև Իսպանիան, հասկանում եք, ինքը հույս ունի, որ Հարավային Ամերիկան իրանն է, բայց Հարավային Ամերիկայի բնական մշակութային առաջնորդները դա Պիրենեան թերակղզու երկրներն են, Իսպանիան ու Պորտուգալիան։ Իսպաներենը եւ պորտուգալերենը նրանց լեզուներն են։ Ակնհայտ է, որ Սերվանտեսը շատ ավելի ազդեցիկ ու պայմանական գրողական Մարկ Տվենը Հարավային Ամերիկայում եւ հակառակը Հարավային Ամերիկան դուրս է գալիս դեպի Եվրոպա, օրինակ մենության 100 օրը, հա, ինքը դուրս է գալիս իսպաներենով։ Եվ այդ կապը շատ ավելի ուժեղ է, քան այն ինչը կարող առաջարկի Տրամփը։ Մենք կդիտարկենք, եկեք տարածաշրջան գանք եւ տեսնենք տարածաշրջանի երկրները, տվյալ դեպքում Ադրբեջան ունենք, Վրաստան, Հայաստան, իրենց փոխհարաբերությունները եւ հաշվարկները կապված Եվրամիության հետ կամ եվրոպական երկրների հետ եւ Միացյալ Նահանգների հետ։ Դե մենք գիտենք, որ Հայաստանը եւ Խարցիա է ստորագրել Միացյալ Նահանգների հետ այդ գիծն է զարգացնում եւ Եվրամիության հետ կապված այդ նախագիծը եւ ինտեգրում այդ ուղղությամբ Հայաստանը աշխատում է։ Տեսնենք Ադրբեջանը ինչ է անում։ Ադրբեջանը կարծես թե Եվրամիության
հետ, թե Եվրոպայի հետ դուք կբնորոշեք ինչպես է հարաբերությունները եւ հիմա ես ներկայացնեմ թե մենք դիտարկելու ենք Ադրբեջան Եվրոպա Ադրբեջան Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունները եւ փորձենք տեսնել դիվանագիտությունը ինչպես է կառուցում այս պահին ուրեմն չինական հերոստանգերություններից մեկին տված հարցազրույցում Ալիևը պարզապես հիշեցրել է ընդգծել է ասել է Թրամփի ժամանակ երբ որ նախորդ իր նախագահության շրջանն էր շատ լավ հասկանում էինք իրար, շատ լավ աշխատում էինք իրար հետ, Բայդենի ժամանակ մեր հարաբերությունները փչացան։ Հիմա նորից Թրամփն է, հիմա նորից ես հույս ունեմ, որ լավ կաշխատենք։ Փորձում է հարաբերությունները կառուցել Միացյալ Նահանգների հետ։ Եվ իմ հարցն է, արդյոք Ադրբեջանը փորձում է ընդունում է այդ դոմինանտությունը նույնպես Միացյալ Նահանգների եւ համարում է, որ այս տարածաշրջանում որոշիչ ձայնը լինելու է Միացյալ Նահանգներինը եւ փորձում է նորից կառուցել հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, վատ հարաբերություններ ունենալով Եվրամիության հետ։ Նախորդ Թրամփի իշխանության ժամանակ իրենց հարաբերությունները լավն էին, որովհետեւ իրենք ապահովում էին դեպի Աֆղանստանում գտնվող ամերիկյան կոնտինգենտի լոգիստիկ սպասարկում։ Եվ ընդհանուր առմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավումը ամբողջությամբ կապված է բացառապես այդ գործոնների հետ։ Ուրիշ գործոն չկա։ Դա առաջացավ, այսինքն 907-ի վերապահումները առաջացան Ջորջ Բուշի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի բաց թողումների հետևանքով, ակնհայտ, որտեվ նույնիսկ Wikileaks-ում կա, որ ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանին, որպեսզի Հայաստանը մասնի, դա գնաց է պարկել է բանի տակ, գաճաճի տակ, տենց է ճահիճի մեջ մնացել է։ Եվ հետևաբար, երբ որ Բայդենի հրամանով ամերիկյան կոնտինգենտը դուրս բերվեց Աֆղանստանից, Ադրբեջանը որպես լոգիստիկ կենտրոն դադարեց հետաքրքիր լինելու եւ վերջ։ Շոպրծավ։ Այսինքն Ադրբեջանի հույսը, ռացիոնալ հույսը Թրամփի ադմինիստրացիայի հետ լավ հարաբերություններ պահելու դա Իսրայելն է։ Զինինքի պետք է գնա պարկի Իսրայելի տակ, Իսրայելից ինչ-որ բաներ փոքի, Իսրայելն ֆինանսավորի, նավթ, գազ, անվճար, չգիտեմ ինչ-որ բան անի եւ դրա դիմաց ստանա ինչ-որ բան։ Մյուս կողմից իհարկե Թրամփի ադմինիստրացիայում ակնհայտորեն այն մի հատ անձնավորություն կար Պենսիլվանիա նահանգից, որ ուզում էր կոնգրեսական դառնալ, այտենց կոնկրետ թուրքական լոբիստա, թուրքական բանակում ծառայեց։ Մտել է Թրամփի ադմինիստրացիա, plus Թրամփը քրեական գործի դադարել է տվել քրեական գործը, որը Նյու Յորքի առաջվա քաղաքապետի վրա էր բացված եւ ով ադրբեջանական գումարներով թուրքական լոբինգ էր անում։ Այսինքն Թրամփի ադմինիստրացիան արդեն ինչ-որ sense գործողություններ իօգուտ դրա անում։ Բայց այդքանը ուրիշ ոչ մի բան չկա։ Քանի որ դա շատ ավելի քիչ է, քան կոնգրեսականների երկկուսակցական հայկական խումբը, ես ուզում եմ ինչ եմ ուզում ասել, պետք է հասկանալ, որ Թրամփի ադմինիստրացիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա նույնքան տարբեր են, որքան Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Սա պետք է տարանջատել։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները պետք է պահպանվեն, խորանան, Eagle Partners-ը պետք է լինի, բան պետք է լինի, բայց ասենք անձնավորված կա խնդիր, եւ այդ խնդիրները կապված են մագաների առաջի հերթին, այդ Տուլսի Գաբարդ բան, որը գնում է Պուտինի հետ փաթաթվում է, բան սուտ է, այդ Արցախ երեկե բաներ եկե, այդ սա թողեք մի կողմ։ Մասկն է, Թրամփն է եւ այդ մագաներն են, որոնք որ դե պետք է հեռու մնան։ Իրանք դրական պերսոնաժներ չեն։ Իրենց այդ հավատը, որ 5G-ով ինչ-որ չիպ է գալի մարդու ուղեղում նստում բան այդ ալումինի ֆոլգայով գլխակներով ման գալը, որ երկրագունդը տափակ է, բան սենց ինչ-որ այս տիպի հայտարարությունները մի տեսակ բան են, էլի, ծիծաղելու են, բայց իրանք ունեին ընտրազանգված եւ այդ ընտրազանգվածը աշխատեց եւ աշխատեց հիմնականում որովհետեւ դեմոկրատական էստեբլիշմենտը մի քիչ շատ գնաց ձախ Քանի որ Ադրբեջանը ասացի չէ իր հիմնական գաղափարը հիմնական ռացիոնալ ճանապարհը դա Իսրայելն է
Ինքը միայն Իսրայելով կարա Եվ դուրս գա Իսրայելի լոբին օգտագործել։ Հա, այդ եմ ասում, դե հիմա լոբինգն այն չէ, ուղիղ Նետանյահուն կարա հիմա SMS գրի, Pager նվիրեց Թրամփին։ Ես ուղղակի էտել է շատ հետաքրքիր, ինքը Pager-ը նվիրեց որպես զգուշացնում, որ խելոք չպայես քեզ կտրակացնենք։ Թե ինչ, որովհետև եթե օրինակ ինձ նմանատիպ օպերացիայից ուտում եկը բերեր Pager բանաներ, ես կարողա անվտանգությանս ասեի դստեղից որ դուրս գան, հենց արեք էլ իզութոզը չլինի, կորցրեք սրան, այս Pager-ն է մցրեք մի տեղյան, որովհետև դա զգուշացում է, հասկանում եք, դա Ակնարկ, այո, ակնարկ։ ինքը հա, ինքը տենց ահաբեկչական ինչ-որ բնույթ ունի այդ Pager-ի նվերը, ես դրա համար սեց առաջի անգամ որ կարդացի, ինձ թվաց բան են անում, այդ ծաղրում են, հետո ցույց տվեցին, պարզվեց հա, և դա ակնհայտորեն չի հանդիսանում դրական բան, հա, դրական հարաբերություններ։ Կարող է մի հատ էլ տենց Pager Ալիևը ունի, ինչ գիտենք։ Դե դա Նետանյահու Թրամփ փոխհարաբերություններն են, թող իրենք։ Չէ, բայց ինչի համար Ալիևը կարա ուղղակի զանգի Նետանյահուին, ասի խնդրում եմ մի հատ Թրամփին ասա, որ ես այս ինչ բանը ուզում եմ անեմ։ Այստեղ հիմնական հարաբերությունները, որտեղ որ կարան առաջանան, դա Հայաստանը չի, մոռացեք դա։ Դա Իրանն է։ Բայց Թրամփը հայտնի է որպես դիլ, այդ ինքը տենց մի հատ ասեց Իրանը կջնջեմ, հետո ասեց չէ իրանք լավ մարդ են, հետո ասեց չէ կեսը կջնջեմ, հետո ասեց այդքանի լավ մարդ չեն։ Իրանը ասեց մտլը կոնկրետացի, ոչ մի քո առաջարկը բան չմնա, տես մենք կարող է մարդ չենք ընդհանրապես։ Մի հատ հասկացի, հետո նոր կգաս։ Թրամփը հասկացավ, որ ունակ չի միաժամանակ լուծել Գազայի, Ուկրաինայի, բան բոլոր հարցերը, Իրանը թողեց։ Եվ ձեզ ասեմ, մեծ հավանականությամբ մոտակա 4 տարին ինքը չի անդրադառնալու այդ թեմային։ Որովհետև թե ունակ չի այդ մարդը։ Ինչ եք ուզում։ Ցավոք սրտի իր շրջապատությամբ թե ուրախություն։ Ես մինչև հիմա չեմ տեսել, որ հունվարի 20-ից հետո գոնե մեկ միջազգային հարաբերություններում իմաստ ունեցող քայլ ինքը անի։ Իսկ պարզ է, չէ՞ որ Իրանի վրա հարձակումը պետք է իմաստ ունենա։ Դու հետո պետք է հասկանաս ինչ ես անում։ Իսկ ինքը ոչ մի չի կարող անի։ Ասենք լավ, դրեցի, թողեցի Իսրայելը ռմբակոծեց Իրանը։ Հետո դու հետո ակնկալում ես, որ ռմբակոծված Իրանը թողելու է, որ դու Գազայի հատվածում խաղաղություն կնքես ու Իսրայելը տենց սիրուն զարգանա, թե միգուցե հակառակը, որովհետև Իսրայելը այս պատերազմը հոկտեմբերի 7-ից հետո պարտվել է, թե Գազայի հատվածում Համասը վերականգնվեց, թե Լիբանանի հարավում Հեզբալլան հետ եկավ դեղին դրոշակավորները, ասենք ինչի մասին էր այս Նետանյահուի վազվզոցը ոչ մեկ չի հասկանում։ Ինչ արեց 50+ տարեկան առաջնորդներին տրաքացրեց, շնորհավորում եմ, ստացար 30 տարեկան առաջնորդներ, իսկ դու 60 ես, իսկ քո միակ դաշնակիցը, որը քեզ շան տեղ է դնում, 78։ Ինչ արեցիր դու քո երկրի համար հարցական նշան պատասխան, ոչ մի բան, ավելի վատ, քան եթե դու ոչինչ չանեիր։ Ես կարծում եմ դեռ մենք ճիշտ է չէ ուզենա այդ թեմային նորից վերադառնալ Ուկրաինայի հարցում, բայց եկեք այնուամենայնիվ այս հարցը տամ, որ դեպքում կարող է Թրամփը հետո հպարտանալ, որ ինքը շահել է, ինքը ճիշտ որոշում է կայացրել եւ Պուտինը նրան, քանի որ բոլորը ասում են, որ Պուտինը նրան արդեն հաղթել է հələ չսկսած բանակցությունները։ Հա, դե իհարկե Եվրոպայում կար այդ կարծիքը, որ ասում են տղա ջան, դու բանակցությունների գնալուց առաջ հայտարարում ես, որ դու կարաս զիջես ավելի շատ քան քեզ ընդհանրապես տրված է։ Որ պարագայում Թրամփը կարա կրեր, գիտեք, եթե ինքը CIA-ը չզրոյացներ, ՑՌ-ուն, հա, ոնց որ մենք ենք արտաքին հետախուզական այդ ծառայությունը, ինքը կարար հրահանգ տար ոչնչացնել Պուտինին, Պատրուշևին, Նիսանովին եւ այդ բոլոր վերնախավոր Ռուսաստանը մի 30-40 հոգի, եւ ինքը հաղթող դուրս կգար։ Որտեւ հենց որ դրանք վերանան, Ռուսաստանը կդադարի պատերազմը։ Աշխարհը կտեսնի դա երևի թե կգնահատի։ Աշխարհը դա կգնահատեր, պարտվող երկիր։ Աշխարհը դա կգնահատեր։ Չէ, տեսեք, Թրամփը ցուցիչ է լինելու այս ուկրաինական кейսը, այսպես ասած, ցուցիչ է լինելու։ Չէ, գիտեք ինչու, որովհետեւ ուկրաինական кейսի վրա արդեն արած հայտարարությունների շնորհիվ Թրամփը կորցրեց առաջնորդի դերը ուկրաինական кейսում։ Այսինքն այն պահից, երբ Զելենսկին հայտարարեց, որ այսօրվա պատերազմը 80% է,
դա Ուկրաինան է եւ Եվրամիությունը, Եվրոպան, չասած Եվրամիությունը, ասած Եվրոպան։ Եվ ընդամենը 20%-ն է ԱՄՆ-ին։ Ոնց որ իրան իր տեղը ցույց տվեցին կռվող մարդիկ։ Իսկ ինչպես հայտնի է, կռվող մարդու ձայնը շատ ավելի մեծ կշիռ ունի, քան քո։ Վերադառնանք մեր էլի տարածաշրջան, էլի Ադրբեջան, ինչու եմ Ադրբեջանի հարցը բարձրացնում, երևի թե անցած շաբաթ էր, այս անցնող շաբաթ էր, որ Ալեն Սիմոնյանը սրտնեղեց, ասեց, որ արդեն 3 շաբաթ է լռություն է Ադրբեջանը, ներողություն 3 ամիս, ես սխալվեցի։ 3 ամիս է, որ Ադրբեջանը լռում է, մենք ուղարկել ենք ինչ որ առաջարկներ, եւ դա մեզ խիստ անհանգստացնում է, ասեց Ալեն Սիմոնյանը, իմ հարցն է, երևի ձեզ էլ ուղեմ այդ հարցը, թե ինչու է լռում եւ ինչու է դա անհանգստացնում Ալեն Սիմոնյանին, այդ դա մեկ հարց է, երևի այդտեղից սկսենք, հետո Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները կքննենք։ Ինչու է լռում Ադրբեջանը, բազմիցս ասել ենք, որտեղ Ադրբեջանին հիմա արդեն այն փուլն է, երբ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ դրված է իր սեղանին եւ ինքը ստիպված է դա ստորագրել։ Այլևս ուրիշ բան չկա։ Իրան մնացել է մենակ լռելը։ Չնայած կարող է մի բան հիմա բստրի մի բան գրի։ Ասի որ չգիտեմ, ուզում եմ նաեւ որ սարերը ձորերից ցածր լինեն։ Ну, կարաս sense բան ասել։ Ես ասացի մի անգամ անձրև կա, չգիտեմ, Հա, ինչ որ միտեղ, այտենց ասացված կա, չէ, ասում է ձուն գա։ Ամրանը ձուն գա։ Ալիևին ձեռք չի տալիս խաղաղությունը, որովհետև խաղաղությունից հետո ինքը դադարում է լինել անվերապահորեն հաղթած անձնավորություն։ Որովհետև եթե դու կնքում ես խաղաղության պայմանագիր եւ դրանից հետո խոսում ես դրա մասին, որ դու հաղթող ես, դու ոնց որ ստեղծում ես կազուս բելլի, այսինքն պատերազմի բան։ Խաղաղության պայմանագիրը, խաղաղության պայմանագիրը, բոլորին ձեռատու։ Ուրեմն մենք եկել ենք կոպիտ ասած, եկել ենք զրոյական վիճակի։ Զրոյական վիճակում հաղթող, պարտվող չկա։ Բոլորին հավասար են։ Դրանով իսկ ինքը կորցնում է լեգիտիմությունը, որը որ հիմա դնում է իր տակը, ասում է տարածաշրջանի ամենաուժեղ տեղն ես եմ, դա բացահայտ ասում է։ Տարածաշրջանի ամենաուժեղ տեղն ես եմ, ամենահզոր բանակը իմն է, սուտ։ Ինքը ամենաուժեղ տեղն չի, Իրանը ամենահզոր բանակը չի, եւ մեծ հաշվով ինքը առանց Ռուսաստանի ոչ մի բան է եղել 44 օրյա պատերազմում, որտեղ Ռուսաստանի դավադրության շնորհիվ ենք բանում, հետո էթնիկ զտումը եւ մեծ հաշվով հա ինքը Թուրքիայի աջակցությամբ, աբեկչական խմբերի աջակցությամբ այդպես շուտ բաներ։ Այն որ Բաքում գալիս են կռվի, բայց հետևից մի մեծ զորք են բերում։ Ասեմ ավելին, ինքը ավելի շուտ ինքը նման էր մարդուն, որ ոչ միայն ինքը եկել էր ընկերների հետ, ինքը նաեւ քաղմաս էր զանգել։ Որովհետև Ռուսաստանի դավաճանությունը դա քաղմասն էր, որը որ դու ոնց որ մեկը գալիս է կռիվ անելու, դու գալիս ես այդ կռվի, մեկը պարզում է, որ ինքը երկու հատ խփում է, փախնում է, իր մեծերը գալիս են, իսկ քեզ գալի քաղմասը կանդալում է, իսկ դու զինված ես։ Այսինքն դու ամբողջությամբ եկել ես այս մարդկանց հետ կռիվ տալու, իսկ քեզ տանում են քաղմաս, լրիվ ուրիշ վիճակով ես դու հայտնում, դու այնտեղ հայտնում ես որպես չհասկացա։ Դու ուղղես, ասենք, չգիտեմ, ես Այսինքն այդ կռիվն էլ ազնիվ չի անցկացել։ Հա, հենց այդ Որտեվ տղաների մոտ կռվի հա, ինքը տղա չի կամ չասենք ինչի տղա է, դրա համար տենց կարևոր հա, դրա համար պետք է ազնիվ պետք է կռվի մեջ ինքը չկար ազնիվ լինի, ազնիվ իրավիճակում ինքը ստիպված է լինելու հասկանալ կամ ընդունել։ Իդեպ այդ բանը իրականիկը մի անգամ ասել էր, որ մենք երիտասարդ ազգ ենք, երիտասարդ պետություն ենք, մենք մինչև 36 թիվ չենք եղել։ Ես հիշում եմ դա կարդացել եմ, դա 17 թվին էր, թե 16 թվին էր, մինչև Քարորյանն նույնիսկ մինչև ապրիլյան։ Այսինքն իրանց մոտ այդ խոսույթը կա, դեռ մարդիկ չեն եղել, ինչ անես։ Եթե ինքը հիմա կնքում է խաղաղության պայմանագիր, ինքը դա կորցնում, այսինքն էլ չի կարող ասի, որ ես ուժեղ տղա եմ, հաղթող տղա եմ, որովհետև խաղաղության մեջ դա էական չի, դու ուժեղ ես թե չէ, արդեն այնտեղ կոպիտ ասած լավ գործարար ես, թե վատ գործարար ես, լավ խելացի ես, լավ գիտելիքներ ունես, վատ գիտելիքներ ունես, լավ սպորտսմեն ես, վատ սպորտսմեն ես։ Այսինքն եթե պատերազմական վիճակ չկա, դու արդեն գալիս ես նորմալ վիճակի, իսկ նորմալ վիճակում ինքը ոչնչություն է։ Ամբողջությամբ, որտեղ իր պետությունը ինքը զակատ արել, փակել է։ Այդ դեպքում ինչի վրա է հաշվարկը, նա հաշվարկը նրա վրա է, որ ինքը տենց կշարունակի։ Լավ, հիմա ուրեմն նայում ենք, տեսնենք ինչու է նա։ Ես ես հիշեցնեմ, կներեք, շատ կներեք, ընդհատեմ, բայց Հաֆեզ Ասադը երբ եկավ
իշխանության հեղաշրջման շնորհիվ մինչև Բաշար al-Ասադի մեկնելը Սիրիայից, այսինքն դեկտեմբերի 11-ը նախորդ տարվա, այնտեղ ռազմական դրություն էր։ 50 տարի, թե 40 քանի տարի այնտեղ ռազմական դրություն էր։ Նույն բանի դեպի Ադրբեջանում։ Ռազմական դրություն, այո, սահմանները փակ են, ճիշտ է, կովիդն է պատճառը, թե ինչն է, բայց այդպես մոբիլիզացիան ռազմական դրություն։ Ինքը մոբիլիզացված բանով պահում է իր ազգը։ Ու սահմանները չի բացում, որ ոչ մեկ չգնա։ Նորից հիմա գալիս են նորից այդ հարցից եմ սկսում, հաշվարկը ինչումն է, տեսնենք Ռուսաստանի հետ այդ իր ցուցադրաբար ինքը բոլոր այդ օղակները կտրում է, լրտեսների է, հանկարծակի հայտնաբերում, որոնք արդեն վաղուց պաշտոնաթող են, երևի բոլորի անունները ինքը վաղուց գիտեր, փակում է Սպուտնիկը, փակում է Ռուսկի դոմը, չգիտես ինչ է անում։ Դե ինքը խելացի է անում։ Սա լավ, ինչու է դա անում, բայց անպայման ուզում եմ այս ինֆորմացիան ներկայացնել, որ այդ երկուսը իրար հետ համադրեինք, հա։ Եվ նաև արդեն փետրվարի 10-ին է ավարտվել, այսինքն հենց այս մոտ օրերս, երբ որ նա այդ ամբողջ շարժումները անում է, Ադրբեջանի, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունները իրար հետ համատեղ պայմանավորվածությամբ ուրեմն հակաահաբեկչական գործողություն են անում, սահմանային վահան է կոչում 7 օր Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող ադրբեջանական 9 շրջաններում ռուսների հետ նրանք միասին հակաահաբեկչական ինչ որ գործողություններ են անում։ Մի կողմից նա կտրում, ջարդում, փշրում է հարաբերությունները, մյուս կողմից նա տեսեք ինչ է անում։ Դա պայմանավորված է։ Ինչն է հարցը։ Այդ ձևական ռուսկի դոմ բան փակելը դա ակնհայտ է ինչու է արվում, դա հասարակության նաև պահանջն է ադրբեջանցի, չասեմ, Աբշերոնյան հանրության համայնքի պահանջն է, որովհետև ինքնաթիռից հետո հարցեր են առաջանում, հա, այսինքն թշնամական պետություն։ Դա մեկ եւ երկու, դա հսկայական մեծ ավանդ է, պոտենցիալ հնարավոր զարգացումների ժամանակ արևմուտքին ցույց տալ, որ ինքը ռուսամետ չի։ Ի հակադրումն Հայաստանի, որտեղ Սպուտնիկը կա, ռուսկի դոմը կա, ռուսական դեսպանատունը կա, տեսեք, սրանք ռազմական հանցագործ Ռուսաստանի դաշնակիցներն են, հապկում են, յատմեում են, բան են, այսինքն ցանկացած պարագայում ինքը դե պարզ այնտեղ պայմանավորված է։ Բայց ինքը ստեղծում է ասելով Ռուսաստանում, հա, իհարկե պայմանավորված է։ Դուք գիտեք Ռուսաստանի արձագանքները ոնց են լինում, եթե բան չի պայմանավորված։ Հիմա ինքը ուղղակի պատրաստում է, որ մոբիլիզացված հասարակություն, հա, շարունակում է զինվել, շարունակում է այդ մարտնչող ռետորաբանությունը, չի գնում խաղաղության, միևնույն ժամանակ փակում է, օրինակ դուք դա եք ասում, օրինակ սահմանները փակում է, որտեղ ինք օրինակ կան իրանք վախեր ունեն, որ կարող է այդ Ռուսաստանը, այնտեղ հիմնականում Ռուսաստանի սահմանները, Ռուսաստանի սահմանից, Դաղստանն էլի։ հա, Դաղստանն, դա դիվերսանտներ կան, օրինակ հայերը այդտեղ դիվերսանտներ ուղարկեն, իր մոտ կան մտնեն։ Հա, sense բաներ կան։ Դրա համար ինքը սահմանը փակում է ամբողջությամբ, որպեսզի գնալ գալ չլինի։ Մյուս կողմից ինքը սարքում է հասարակություն, որը տենց միլիտարիզացված, նստած է, որ ցանկացած պահի, երբ որ ինքը հասկանա, որ ճար չունի կամ որ շատ հարմար է, ինչ որ մի պատերազմի մեջ խառնվի, որտեղ իրան ժամանակ առ ժամանակ պետք են լինելու պատերազմներ։ Ինչա պետք անել, որպեսզի դա չեզուքացնել, այն ինչ մենք ասել ենք 100 տարի, 100 տարի, որն է 21 թվականից ասում եմ, այն ինչ որ հիմա անում Ալիևը, ըստ պարզությունը ոնց որ իմ մետադիշկ են վերցրի անում։ Ռուսկի դոմը փակվի, ռուսական դեսպանատան մարդակ գլխականակը իջեցվի մինչև 12 Գյումրի բան հպատոսությունը փակվի, Ռոսսատրудничествային արգելվի Հայաստանում գործողությունները, Դոմ Մոսկվեն ամբողջությամբ փակվի, ռուսական բազան դուրս գա, ռուսական գերեուն դուրս գա, ազատության պողոտայում են իրանց շտաբը ամբողջությամբ դուրս վռնդվի, այսինքն Հայաստանը պետքա հիմա սինխրոնիզացված երևի թե չխնդալու է, բայց տենց է ստացվում Ադրբեջանի հետ սինխրոնիզացված հանի ռադանի ռուսական հետ կա Հայաստանից։ Իզութոզները որ չլինի։ Ընդ որում անենց որ ասենք, չգիտեմ, այս միգերը, որոնք կանգնած են Էրեբունիում, բան էս բոլորը պահել այն գումարի դիմաց, ինչպես նաև գույք պարտքի դիմացի դիմաց, այդ 500 միլիոն իրանք մեզ պարտք են, դրանից 200 միլիոնը ջրենք էս ամեն ինչով, օրինակ,
ասենք դες զենք բան, ինչ կա, մենք ենք պահում, մեզ ենք պահում, դու քո մարդկանցով կնիկ երեխոնցդ վեկալ, այդ բան ինչ է, մեբել ես արել, լավ ես արել, սպաս կա բանը, հավաքի, դիր կոնտեյների մեջ ու հայդաստից։ Իսկ այն ինչ-որ կլինի, օրինակ չգինեմ, մեզ միգերը 100 տարի պետք չեն, մենք նույնիսկ բան չունենք։ Ու դա հրաշալի քայլ կլինի, օրինակ հիմա հրաշալի ժամանակահատվածը հեռախոսը վերցնում են, եթե չգիտեն, զանգում են Բանկովսկի, այսինքն Զելենսկու գրասենյակ, ասում են եղբայր 24 հատ մի 29 ունենք, մարդ ուղարկի արի տար, քոնը նվեր, այ դա ֆանտաստիկ, ասենք, այդտեղ բանի տակից, Ալիևի տակից ամբողջությամբ հողը գնում է, այսինքն ինքը դե ֆակտո փչացնում է հարաբերությունները գոնե ռուսական այդ Z բանի սաոբշիստվայի հետ, հա, այդ Z պատրիոտների հետ ֆորմալ առումով ինչ-որ բաներ անում, հույսը այնա, որ ինքը շատ արևմտամետ տղա է Հայաստանը, Հայաստանը, ասենք, չգիտեմ, 10 կիլոմետր առաջ հանգնում Իրանից, ասում է, մենք ոչ մերել, նաև տղեկեսիվ է գալ է, որտև այն զենքը, որ ստե ռուսական բազայում կա, մեզ պետք չի, ասեմ ավելին, այս 430-ը կարան հանեն տան, ընդեղ պետքական է, բայց Հայաստանը դա չի անում, Հայաստանը չէ, Նիկոլը չի անում, Հայաստանը դա կանի, Նիկոլը չի անում, Դե ձեզ չեն հավատա, դա ինչ ձևակերպում ասացիք, Նիկոլ Փաշինյանն է որոշում այսօր, կնիկ Նիկոլ Փաշինյանը չի որոշում այսօր, ասում են կնիքը իր մոտ է, ձեռքին է, բայց ազգային ժողովը կա, իրականում ազգային ժողովը եթե անցկացնեն Նիկոլը ոչ չի կարանա, անի հարցը դա չի, բայց Նիկոլն երկար չի մնացել, չէ, 26 թիվը հեռու չի։ Բայց նոր ծրագրերով գաղափարախոսության տրանսֆորմացիայի եւ իրական Հայաստանի ինչ որ նոր ինքը էլի բարերը շփոթել է, դա տրանսֆորմացիա չի, դա տրանսֆորմատոր է, ու այդ տրանսֆորմատորի երկու ֆազին պետք է մատերը դնի, լեզուն է նոլին տա, մենք այդ ենք ուզում։ Այդ թեմաներին կանդրադառնանք, բայց հետ գանք եւ տեսնենք թե Դե կարող ենք եւ հետ չգալ հենց այդ դրա մասին խոսել։ Այդտեղ արդեն չգիտենք, ես չգիտեմ ինչպես հարցը ձևակերպեմ, որպեսզի մենք հասկանանք Փաշինյանի ասած այդ գաղափարախոսական, հա, թե գաղափարական տրանսֆորմացիան, որի ասում է դեռ զրոյական կետում է եւ ասում է անգամ ես գրողը դեռ չեմ, բայց դա արդեն կատարվում է Հայաստանում։ Տեսեք, կա շատ փայլուն, շնորհակալություն հարցի համար, ինքը ինձ հնարավորություն է տալի բացահայտել, թե ինչ է կատարվում։ Ցավոք սրտի Հայաստանի քաղաքական դաշտը վերածվել է փորձանքագետների, դատարկախոսների գաղափարական ճակերտավոր կռիվների, որոնց տակը բան չկա։ Հիմա տեսեք, գոյություն ունի ՍԵՊԱ, Եվրամիությանը ինտեգրման այդ գործընթացին շատ կոնկրետ քայլերի հերթականություն։ Օրինակ, հարց, որքան է Հայաստանում իրական գնաճը։ Հա, այն շուտ մենք խոսում ենք, ասենք, չգիտեմ, բանկային համակարգի եկամուտները ոնց են ձևավորվում։ Ինչու է դա այդպես։ Ինչու ենք մենք Ռուսաստանից կախվածության մեջ մնում, չգիտեմ, 10 հատ բանկի եւ 3 մեգա դախլչու պատճառով։ Սա է իրական խոսույթը, որ պետք է լինի Հայաստանի քաղաքական դաշտում։ Ինչա կատարվում կրթական ոլորտում, ինչա կատարվում առողջապահության մեջ։ Ինչա տրանսպորտի գինը հայտարարվում, որ վերջի գին 300 դրամն է, հետո որ հասկանում են հեսա ամեն երկրորդը դուրս է գալու փողոց, ասում են չէ, ոնց որ սխալ հաշվեցինք 150-ն է։ Դուք հասկանում եք, մարդիկ 50%-ից սխալ են հաշվում։ Այսինքն ոնց է լինում, որ ասենք դուք բան եք անում, բոլորին արդեն պարզ է, որ ոսկու ադամանդի մասին է խոսքը գնացել, որը իրավունք չունեիք, որը պատժամիջոցների շրջանցում է, բայց միևնույն է, դուք մտցնում եք 24 թվականի հաշվետվության մեջ, որպիսի էշ դուրս տակ, որ 13 միլիարդ դոլարի շրջանառություն եք բան արել, առևտրային շրջանառություն եք արել, որը 53%-ով ավելին է, քան 23 թվականին, բայց ինչի համար եք դա անում, այդտեղից դուք 13 միլիարդի շրջանառություն արել եք, չեք արել, ինչ կապ ունի, եթե դուք դա չեք, ձեր բյուջե չի մտել, ձեզ մոտ չի մտել, ում եք խաբում, այս խոսույթը պետք է լինի, իսկ մեզ մոտ վարչապետից մինչև մանկական դեմքերով մարդիկ,
ովքեր բան են անում։ Բոլորը խոսում են նրա մասին գաղափարական տրանսֆորմացիա, մենք այնպիսի մի բաներ ունենք, մենք դուք չեք հասկանում, եղբայր, դու վարչապետ ես, վարչապետ, դու պետք է խոսաս նրանից, որ 15 կիլոմետր ճանապարհ ես սարքե քո վարչապետության առաջի տարում։ Դրանից հետո 3 անգամ այդ ճանապարհը վերանորոգել ես այդ 15 կիլոմետրը, դու այդ հարցը պետք է բարձրացնես, դու պետք է խոսես նրա մասին, որ քո կրթական համակարգը թույլ չի տալիս մարդը բուհը ավարտելուց հետո նորմալ աշխատանք գտնի։ Դու պետք է խոսես նրանից, որ քո ավիաընկերությունները կապված են իրականում սինդիկատիվ, արդեն սինդիկատիվ, որը արգելված է օրենսդրությունով, մեգա դախլչիների հետ, որոնք անում են ամեն ինչ, բիտումի արտադրությունից մինչև բաներ, ասենք, չգիտեմ, պիցայի տխել։ Այսինքն դու վերարտադրում ես օլիգարխիկ համակարգ, որը քանդելու համար դու եկել ես իշխանության։ Քեզ մարդիկ բերել են, որպիսի դա չլինի, դու եկել ես դա սարքում ես, զրոյից։ Այսինքն դու վարչապետ չես, դու չգիտեմ ինչ ես։ Իսկ դու գալի խոսում ես, ասենք, գաղափարական տրանսֆորմացիայից, Արագածը, Արարատը, դատարկախոս, կիսագրագետ, լրագրող։ Ամեն օր նոր վերնագիր։ Հասկանում եք պրոբլեմը որն է։ Դա նույնիսկ ասենք բան չի, որ մարդիկ քննարկեն իրար հետ։ Հա, այն որ այդ օրը կարևորը որ այդ օրվա թերթն էլ ծախվի։ Դա կոչվում է օրվա թեմա, այդպես։ Հա, կարող։ Բայց ինքը վատ լրագրող, հասկանում եք, այդ օրվա թեման, լավ է, եթե այդ օրվա թեմայի գիծը միտեղ գնում է։ Չէ, դա մի օրվա է, դա թիթեռնիկներ են, ինչպես ասում էին։ Հա, օքեյ, ուրեմն ճիշտ է, ամեն ինչ թազա նոր թեմա։ Հա, նոր թեմա պետք է հնարել, հա։ Իսկ եթե թեմա չկա, մենք կսարքենք սոխով ծվածեղի։ Լավ, սոխով ծվածեղը այդտեղ կանգնացնեմ ձեզ, քիչ է ժամանակ մնացել, Փաշինյանը, երբ որ այդ Եվրամիության անդամակցության գործընթացին վերաբերող օրինագծի եւ այլն ընդունումից հետո հարց պատասխանների ժամանակ նա ասաց, որ այդքան էլ տենց արագ չի դա լինի, հնարավոր չի դա տենց լինի եւ ամենամեծ խնդիրը Հայաստանի ամենամեծ խնդիրը Եվրամիության անդամակցելու ճանապարհին, ասեց Փաշինյանը, ստանդարտների պահպանումն է եւ մենք փաստորեն չենք համապատասխանում այդ ստանդարտների պահպանումը չի, էլի սուտա խոսացը։ Ստանդարտների պահպանումը չի, ստանդարտների ներդրումն է։ Եվ որպեսզի ստանդարտների ներդրման հարցը մեկ ընդմիշտ փակենք, որպեսզի ինքը հետագայում չկարողանա սուտ խոսելով խաբել ու հիմար դուրս տալ։ Ուրեմն այդ ստանդարտները, որպեսզի մեծ հաշվով պետք է գոստերից հրաժարվել, այսինքն ռուսական ստանդարտներից։ Իսկ այն պահին, երբ որ ռուսական ստանդարտներից կհրաժարվեն, օվերչուկները, այն ինչ են դրանց անունը, այն երրորդ էշելոնի քաղաքական ճակերտավոր գործիչները կսկսեն բղավել Փաշինյանի վրա, ինքը կվախենա ու հետ կկանգնի այդ գործընթացը։ Հա, որովհետև օրինակ ես մարդկանց ասում չգիտեմ, հա, օրինակ գոստով երշիկի մեջ բնական մսի, բնական կենթանական ինչ որ կարելի է համարել միս, դա կարա նույնիսկ միս չլինի, ջիլ լինի։ Ծավալը առնվազն 5% է։ Այսինքն 5%-ից ներքև չի կարա լինի։ Դուք սովետական բաներ եք ասում, գոստով։ Մինչև հիմա այդ է Ռուսաստանում, այո։ Եվ ես կարող եմ մարջ գալ, որ հիմա Ռուսաստանում ոչ մեկ 10%-ից ավել չի դնում։ Օրինակ այդպիսի բաներ, որ ինքը ստիպված է լինելու ՀԱՏՄ-ից կալացող ամբողջ ապրանքը փակել։ Նկատել եք մեր սուպերմարկետներում կան ինչ-որ բելարուսական բան ապրանքներ, որոնք աղբ են։ Ես չգիտեմ մարդիկ խեն առնում։ Ակնհայտ է, որ աղբ է։ Որովհետև եթե դու ունես հայկական արտադրություն ու տեսնում ես, որ օրինակ կաթը 4 օրվա պահպանման ժամկետ ունի, իսկ բելարուսականը 6 ամիս, դու հասկանում ես, որ դու տարբեր երկու ապրանքի հետ գործ ունես։ Չի կարա կաթը 6 ամիս պահպանվի։ Դա նորմալ է, որ ասենք, էլի եմ անում, ռուսական արտադրության, էլի ինչ որ արևմտյան բրենդեր են, հարցը դա չի։ Չեմ ասում, որ ռուսական բրենդեր են, հա, կոնկրետ։ Բայց նայում ես, հասկանում ես, որ չէ, էլի եղբայր։ Եկեք չանենք։ Սա է միակ
բանը, որ մեզ ԵԱՏՄ-ի հետ պահում է ինչ-որ կերպ։ Որտեղ մեր ապրանքները այնտեղ չի գնում, չի կարելի բան ինչ-որ սզբանել։ Ինչ վերաբերվում է ստանդարտներին, կան ստանդարտներ, որոնք Նիկոլ Փաշինյանը կյանքում ռիսկ չի անիմացնի։ Օրինակ ես դες շատ պարզ օրինակ բերեմ։ Բազմիցս խոսել ենք, շատ ծիծաղալու է։ Գաղտնիության մասին այդ բաները, ստանդարտները մեզ մոտ։ Այդ գաղտնի տեղեկություններ բաներ։ Իրենք գաղտնի են։ Աբսուրդ է հասկանում եք, դուք սկսում եք ինչ-որ գործողություն, ձեր ասում են, այս գաղտնիությունը պետք է ապահովես։ Ասում ես ո՞նց։ Ասում է դե այդ գաղտնի է։ Ասում ես բայց ասել եք ապահովեմ, բա ո՞նց ապահովեմ։ Ասում չես կարա դու ունենաս այդ ստանդարտը, որ ապահովես, ինքը գաղտնի է։ Որ կարծում ես աբսուրդ է, ջղայնանում ես, վերջը գնում ես մի կերպ գտնում ես, պարզվում է ինչ-որ գումար է, գումար պետք է տաս, տալիս։ Պետականորեն։ Թուղթ տանում ես, ասում ես ինձ թույլ են տվել գաղտնիության, այդ բանը։ Հիմա հարց, ինչի է դա գաղտնի։ Որ ինչ պետք է մտածես, Ադրբեջանը չի իմանա, բան վերցնում ես, ստանդարտը բացում ես, պարզվում է, որ այդ նույն ստանդարտը հասանելի է Հայաստանին, Ադրբեջանին, Ղրղызստանին, բանին։ Այսինքն Ադրբեջանի համար այդ ստանդարտը գաղտնի չի։ Իմ քաղաքացու համար խիա գաղտնի, տղա ջան։ Հա, դասական sense ինչ-որ բաներ։ Ռոստելեկոմը Հայաստանում գործում է տարբեր անուններով։ Հիմա պարզվում է, որ մեր օպերատորների տեղեկությունները ուզում են հավաքեն Ռոստելեկոմի տվյալների կենտրոնում, որը սարքվել է, պատասխանատուն թվայնացման Մհեր Գրիգորյանն է։ Ես շարունակում եմ պնդել, որ Մհեր Գրիգորյանը այդ պատկառելի մարմինների կողմից ցանկալի է ոչ ռուսամետ։ Պետք է քննության ենթարկվի իր գործողությունները։ Մանավանդ թվայնացման պարագայում։ Հիմա տեսեք, Ռոստելեկոմին ինքը գնացել է բացմանը, չեմ կապում իր հետ։ Ինքը գնացել է այդ դատակենտրոնի բացմանը։ Հիմա պարզվում է, որ ինչ որ տեղեկություններ Հայաստանի օպերատորներից հավաքվում են այդ դատակենտրոնում եւ մշակվում են։ Ով է դա թույլ տվել։ Ոչ մեկ չգիտի։ Այդ դատակենտրոնը ունի տվյալների անվտանգությանը, չի կարա ունենալ, դա Ռոստելեկոմը պետական է, ռուսական պետական է։ Դուք տալիս եք ռուսական պետական կազմակերպությանը ձեր իմ հասկանում եք, իմ ջահանդամը ալնեք դուք, ես չեմ ուզում համագործակցեմ Ռուսաստանի հետ։ Ոչ չեք հասկանում, ես համարում եմ, որ Ռուսաստանին տված մեկ լուման քեզ պատասխանատու է դարձնում Արցախի էթնիկ զտման համար։ Ես հասկանում եմ, որ Խաչատուր Սուքիասյանի հետ ըստ միջազգային մամուլի փոխկապակցված ընկերությունները թքած ունեն դրա վրա, որ իրանք այն տարիներին, որ ոսկի են լվացել, այդ ոսկու մի մասը գնացել է էթնիկ զտման վրա։ Այդ ոսկու մի մասը գնացել է ուկրաինական երեխաներին սպանելու վրա։ Իրանք թքած ունեն, իրանք իրենց բարոյականությունը դա թույլ է տալի։ Իմը թույլ չի տալիս։ Հետևաբար այդ մարդիկ իմ հանդեպ գործում են ռազմական հանցագործություն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործում է հանցագործություն բոլոր այն մարդկանց հանդեպ, ում ինքը ստիպողաբար գումարները վերցնում է հարկերի տեսքով կամ ինչ-որ բանի տեսքով եւ այդ գումարներից Ռուսաստանին փող է տալի։ Ժողովուրդ, մենք բոլորս հանցագործ ենք դառնում, ավտոմատ։ Ես հասկանում եմ շատերի համար դա դե ոնց որ հերույաբան, մինչև ձեր տունը չգա չծեցի չեք հասկանում, հələ արցախցիների տունը եկավ ծեցեց, տունը քանդվեց դրանից։ Ոնց չեք հասկանում, որ չի կարելի։ Հիմա դուք եք ասում Նիկոլ Փաշինյանը փաստացի, այս ամեն ինչի տակ ստորագրում է։ Չի հասկանում է, վախացրել են, պեյջեր են տվել, չեն տվել այդ պեյջերը, ինչ կապ ունի։ Արա այս մարդը բոլորի սարքում է հանցագործ, կպած շարունակաբար 21 թվականի ռազմավարական ծրագրի շնորհիվ, որը մինչև հիմա չի փոխի, հասկանում եք։ 21 թվականի ռազմավարական ծրագրի մեջ գրած է, որ Ռուսաստանը իր դաշնակիցն է։ Եվ ինքը շարունակում է այդ գործողությունները իրականացնել, չի էլ ամաչում։ Ասում է, որ հա մենք մեր դաշնակցային հարաբերություն բաները, պարտավորությունները ապահովում ենք։ Տղա ջան, չի լինում է, որ առավոտվա 8-ից մինչև ժամը 9:15 Ռուսաստանը ռազմական հանցագործ է, իսկ հետո քո դաշնակիցը։ Դա տենց չի, այդ չես լվացվում անցնում է։ Դու մանկապիղծ ես ամբողջ կյանքով Պուտինը։ Իսկ դու
Պուտինի հանցակից ընկերն ես։ Վերջակետ։ Եվ այդ ժպիտները, այդ ուֆտը եսին բան, տոֆիկի գլխակով նստել Կատարի օդանավակայանում, այդ քեզ չի փրկելու։ Ի վերջո այս բոլոր հարցերը գալու են, ես էլ եմ ասում, որ դուք օգտվում եք նրանից, որ Ուկրաինայում կա լավ վերաբերմունք հայ ազգի նկատմամբ։ Եթե չեք հավատում, չեք հասկանում Ուկրաինան ոնց կարա արձագանքի, տեսեք, ասենք, ոչ մի բան չանող օրինակ Վլադլեն Տատարսկին, որը ընդամենը Telegram-ում նյութեր էր գնում Ուկրաինայի մասին, ոնց դրին տրակցրին։ Խիա ձեզ թվում, որ դուք չկաք այդ ցուցակում։ Ու խիա ձեզ թվում, որ դուք այդ ցուցակում կաք ու ապրում եք, որտեվ դուք լավ տղա եք։ Չէ։ Դուք լավ տղա չեք։ Իրանք ուղղակի նայում են, ասում են, դե լավ հայերի հանդեպ ոչ ենք անելու էս։ Ցավոք ժամանակը սպառվում է եւ իմ հարցս վերջացնեմ այդ թեման, որ Հայաստանի ամենամեծ խնդիրը այդ ստանդարտների ապահովումն է Եվրամիության անդամակցելու ճանապարհին, եթե դա չարվի եւ Փաշինյանը շարունակի ասել, որ այո, մենք դեռ դա չենք արել, դա տարիներ։ Դե ինքը պարզ է, ես ասել եմ, իր բանը, ինքը սազանդարները, ֆլուգերները, այդ բոլոր մարդիկ, ովքեր գումար են աշխատում process-ից, ոչ թե արդյունքն են ուզում ստանան, իրանց ձեռնտու տարբերակ է։ Իրանք Եվրամիության ամեն քայլ դեպի Եվրամիություն գնալու են ռուսներին վաճառեն, որ տեսեք մենք մի քայլ արեցինք, եկեք ոնց անենք, որ խափենք Եվրոպա։ Դրա համար նախկին ուրեմն պաշտոնյաներից մեկը հարցազրույց էր տալիս, ոչ ուզում եմ նշեմ ինչ էր ասելիքը։ Ժողովուրդ ձեզ խափում են, դուք դառնալու եք, դուք արժանանալու եք Արցախահայության ճակատագրին, եթե Նիկոլոսյան շարունակեց, իհարկե։ Չգիտեմ ով ասել, տենց շուրբան չմամ, բայց դե իհարկե նախկին պաշտոնյան զգուշացնում եմ։ Չէ, այնտեղ խնդիրը ուրիշ է, ինքը հաստատ զգուշացնում է այն առումով, որ Եվրամիություն մի գնացեք։ Հա, ինքը ասում է Եվրամիություն մի գնացեք, բայց ընդհակառակ, եթե Արցախահայության ղեկավարությունը իր ղեկավարության 1000 ամորձիները բռներ եւ ասեր, որ գնա Սոֆիա, արա անասուն, արան անուն, կարող է այս ամեն ինչ ուրիշ կերպ լինել։ Հասկանում եք, երբ դուք արևմուտքի 1, 2, 3, չէ, տեսեք, մենք հիմա այն վիճակում չենք, որ սրանք կարողանում են մերժել արևմուտքի առաջարկները։ Այդ առումով լավ է։ Մակրոնի քաղաքականությունը Եվրամիության մեծ հաշվով, մեծ Եվրամիության քաղաքականությունը Հայաստանի հանդեպ կա դրական բան, առավել եւս էս Վրաստանի իրավիճակը, որ սենց սրվում է, բանա արվում, Հայաստանի դերակշռումը մեծացել է։ Դուք մասնակցել եք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ մամլո ասոցիացիան, որտեղ Իրանն էլ ասում է, ձեռը տալի, որ Հայաստանը գնա, եթե ինքը կոնֆլիկտ չի սարքելու։ Պարզ է, ես եկամ վաղ իշխանությունից Իրանի հետ կոնֆլիկտ չեմ սարքելու։ Ես ասենք չի կարա Հայաստանը եւ Բիբի Նետանյահուն նույն քաղաքականությունը վարի, դա բացառվում։ Հետևաբար մենք այստեղ խնդիր չունենք, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Մեր մոտ երկու խնդրեմ կա։ Խնդրեմ համար 1 Նիկոլա վախկոտ է։ Խնդրեմ համար 2 Նիկոլը բանիմաց չի։ Հետևաբար մեր ամբողջ բանը էս ԿՊ-ն է։ ԿՊ-ն թուլացավ, ԿՊ-ն ասենք մյուս ընտրություններին լավ ասենք, չգիտեմ, բան արեց, ասենք փոքր չկազմեց մեծամասնություն, դուրս եկավ խաղից, իրավիճակը կտրուկ փոխվում է եւ Եվրոպան արևմուտքը մեծ հաշվով դա տեսնում է։ Նրանք դա գիտեն, որ ժողովուրդը նորմալ է։ Մա տենց է ստացվել հեղափոխության հետևանքով, ինչպես ասում էր Ռոբեսպիերը, այ մորս արևես ինչ արեցի, հեղափոխության հետևանքով տարբեր մարդիկ են գալի իշխանության, էլի։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը, սոցիոլոգ, վերլուծաբան, զրուցվարում էր Գայան Առաքելյանը։ Բարին ընձեզ։